Կյանքում չկա մարդ, որ երբևէ ցավ չզգա: Ցավը կարող է լինել ֆիզիկական, հոգևոր կամ զգացմունքային, բայց ամեն դեպքում այն խորը ազդեցություն է թողնում մարդու վրա: Շատ հաճախ հենց ցավն է դառնում այն ուժը, որը փոխում է մարդու մտածելակերպը, վերաբերմունքը կյանքի և շրջապատի մարդկանց նկատմամբ: Ցավը մարդուն դարձնում է ավելի մտածող և զգայուն: Այն ստիպում է կանգ առնել, վերանայել սեփական սխալները և հասկանալ կյանքի իրական արժեքները: Երբ մարդը բախվում է դժվարությունների, նա սկսում է ավելի գնահատել այն, ինչ նախկինում սովորական էր թվում՝ ընտանիքը, առողջությունը, ընկերությունը: Ցավը կարող է նաև սովորեցնել համբերություն և ուժ, օգնելով հաղթահարել կյանքի փորձությունները: Միևնույն ժամանակ, ցավը կարող է փոխել մարդուն նաև բացասական կերպով: Որոշ մարդիկ դառնում են փակ, անվստահ կամ կոպիտ՝ պաշտպանվելու համար: Սակայն նույնիսկ այդ փոփոխությունները հաճախ ներքին պայքարի արդյունք են: Ցավը ցույց է տալիս մարդու իրական էությունը: Ոմանք կարողանում են վեր կանգնել դժվարություններից, իսկ ոմանք կոտրվում են դրանց ծանրությունից: Վերջիվերջո, ցավը կյանքում անխուսափելի է, բայց այն կարող է դառնալ զարգացման և հասունացման աղբյուր: Ցավը փոխում է մարդկանց, դարձնելով նրանց կամ ավելի ուժեղ ու իմաստուն, կամ էլ խոցելի ու փակ: Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչպես է ընդունում և հաղթահարում իր ցավը: